Բռնության ու ձեռնամարտի տեսարաններ էին այսօր Երևանի քաղաքապետարանում։ Ավականու անդամներն իրար ծեծեցին նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս։ Սպառնացին կրկին դահլիճում։ Այլ կաշիներդ քերթվելու է։ Բոլորինդ, բոլոր ընտրակաշարք բաժանողներին։ Եվ նորից դահլիճից դուրս։ Մենակով կարամ բոլորի հետ էլ կռվեմ, ուզում են 7 հատ ախրանաբերեն, ուզում են 100 հատ։ Լեռություն։ Քաղաքապետարանի կռիվը սկսվեց ավականու նիստի ժամանակ։ Այստեղ քաղաքային իշխանության ելույթներն ընդհատվում էին ընդդիմության մեկնաբանություններով։ Ուղիղ եթերում այդ մեկնաբանությունները լսելի չէին, ըստ երևույթին արձագանքում էին ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցությունից։ Այդ արձագանքներից հասկանալի էր, կողմերն իրար էին մեղադրում ընտրություններ կեղծելու, ընտրակաշարք բաժանելու մեջ։ Մի խոսացեք տեղի։ Դուք գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա, հանգստացու դավայ ստուց։ Քաշքշոցով, ապտակներով ու ջուրշփոցիով ուղեկցվող այս վեճերից հետո կողմերն արդեն լրագրողների մոտ էին մեկը մյուսին մեղադրում կռիվ սկսելու համար։ Մայր Հայաստանից Սարգիս Տեր-Եսայանը հարցազրույցի ժամանակ արդեն աչքի տակ կապտուկով էր։ Սադրեցին, հարցակվեցին, խփեցին։ Էդ է իրանց տեսակը 200 հոգով հասնեն մեկի վրա։ Ամեն ձեները թելեկադրեք մի հատ։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հակառակն էր պնդում։ Մենք չենք վերում այս մշակույթը վերում է ընդդիմությունը, ովքեր որ տարական հարգանք չունեն։ Ընդդիմադիրների ընտրակաշարք բաժանելու մեղադրանքը շարունակեց նաև քաղաքապետ Ավինյանը։ Չնայած դեռ դատարանի վճիռներ չկան, պնդեց, այդ մասին ապացույցներով է ողողված համացանցը։ Հենց այս սենց պետք է ընտրակաշարքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք։ Այս ամենը խստորեն դատապարտեց ու կատարվածը մտահոգիչ որակեց մարդու իրավունքների պաշտպանը։ Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնություն ու անհանդուրժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը։ Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է։ Քաղաքապետարանի կռիվը դատապարտած Անահիտ Մանասյանը իր գրառման մեջ անուններ չէր տվել։